հայաքն գրասենյակ է բացում Վանաձորում, մեծ գրասենյակ է, հիշեցնեմ, որ Վանաձորը մեր երկրի իր մեծությամբ երրորդ քաղաքն է, խոշոր արդյունաբերական կենտրոն է, նաև կրթամշակութային կենտրոն է, 100 տարի առաջ այստեղ տեղի ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը, որը մեր մայիսյան հերոսամարտի 3 կարևորագույն ճակատամարտներից մեկն էր, ուստի բոլոր իմաստներով մեր համար Վանաձորը շատ կարևոր է, մեծ թվով աջակիցներ եւ համակիրներ ունենք մենք Վանաձորում նախկինում, երբ որ մենք 23 թվականին իրականացնում ենք մեր ստորագրավակը, հարյուրավոր եւ հազարավոր կարելի ասել քաղաքացիներ միացել են Վանաձորում այդ ստորագրավակին իրենց աջակցությունը բերելով, ուստի մեր նպատակը նրանում է, որ այսօր մենք բացենք մեր գրասենյակը եւ դա որպես այդպեսին դառնալա կապողողակը Հայաքվեի եւ Վանաձոր քաղաքի միջեւ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս գրասենյակը զուտ նախընտրական տրամաբանությամբ բացվող գրասենյակ չէ։ Հայաքվեն ազգային քաղաքացիական միավորում է, որը իր մարզային գրասենյակները բացել է դեռևս 2024 թվականի վերջից։ Մենք մարդկանց հետ կիսում ենք մեր արժեքները, մեր գաղափարները, մեր մտածումները, բայց նաև տեղեկանում ենք մարդկանց ցավ ու դարդից, մարդկանց մտածածից, մարդկանց խնդիրներից, հասարակ գյուղացու, հասարակ քաղաքաբնակ մարդու խնդիրներից։ Մեր նպատակը մեկն է՝ վերակերտել ազգային պետություն, որտեղ ազգային շահը եւ պետական շահը, հայի շահը գերակա պետք է լինի։ Եվ այսօր այս գրասենյակի բացումը կարծում եմ միջոցներից մեկն է, վստահ եմ, որ միջոցներից մեկն է, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Մեր արածի մեջ քաղաքականություն չկա։ Մեր այն ինչ որ անում ենք, մենք ընկերներով այստեղ, դա պայքար է։ Պայքար է մեր ինքնության համար, պայքար է մեր իրավունքների համար, պայքար է հանուն այն թափված սուրբ արյան, որը տապել են մեր հերոս տղաները։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր վանաձորցի առանց երկմտելու մտնի մեր Հայաքվեի գրասենյակ եւ իր հարցը բարձրացնի, կամ իր խորհուրդը տա, կամ ամենակարևորը, որ այսօր մենք ունենք դրա մեծ խնդիրը, չկողմնորոշված լինելը, գա իր հարցերով փորձի լրացնել այդ բացը։ Տեղեկանալ այն ամեն ինչին, ինչը որ չի կարողանում իմանալ կամ տեղեկանալ որից է այդ միջոցով։ Իմ ընկերները բոլոր Հայաստանի բոլոր ծայրերում պատրաստ են մեզ օգնել եւ տալ այդ ամեն ինչը մաքսիմալ ճշգրիտ եւ մաքսիմալ բովանդակալից։ Ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քայլ, որի գաղափարական հիմքը, որի գաղափարում հայ բառն է ու հայ ինքնությունը, դա ողջունելի է եւ ցանկացած գիտակից մարդ պետք է կանգնի տվյալ նախաձեռնության կողքը եւ աջակցի նման շարժումներին եւ միավորումներին։ Առավել քան համոզված եմ, որ այսօր ճիշտ տեղում եմ գտնվում։ Եվ համոզված եմ, որ նաեւ դուք եք ճիշտ տեղում գտնվում, որովհետեւ ինչպես ասում էր Վեցն Եղիշե Չարենցը, հայ ժողովուրդ, քո միակ պետությունը քո հավաքական ուժի մեջ է։ Եվ եթե մենք չհամախմբվենք, մեկ բռունցք չկազմենք, չենք կարող դիմակայել ոչ մի արհավիրքի, ոչ մի փորձության եւ ոչ մի արկածախնդրության, որոնք այսօր ծառացել են ու կանգնած են մեր երկրի, մեր հանրապետության, մեր պետության ու մեր պետականության առջև։